Էս օծն ու արծիվը ինչ են նշանակում։ Արծիվը հայն է, օծը թշնամին, Թելերյանը ազգի հարգանքն ու պատիվը պահած իսկական հայր, իսկական արծիվ։ Իսկ այ օծը այդ Թալյար Փաշանը, ում Թելերյանը սպանեց ամբողջ ցեղասպանությունը կազմակերպելու համար։ Ցանկացած մեկը, ով հայրին դեմ է, պետք է օծի ճաղադագրին արժանանա։ Չնայած օծի կյանքով ապրելը արդեն պատիժ է։ Մարդ պիտի սողունի կյանքով չապրի, այլ արծիվի կյանքով։ Թելերյանի դատավարությունը աշխարհում ամենաբարդ դատերից մեկն է եղել, գիտեք։ Այդ դատի ժամանակ ասելա, որ ես մարդ եմ սպանել, բայց ես մարդասպան չեմ։ Հայ ես գիտեմ, տենց է ասե։ Դպրոցում ուզում էի բացատրի տղեկին, թե ինչ է նշանակում, բայց չհասկացամ։ Բայց քեզ ինչ է նշանակում Սողոմոնի ասածը։ Դե որ ինքը սպանել է Թալյաթին, բայց Թալյաթի մահը մարդու մահ չէ։ Հա տղես, Թայլատի ոչ կյանքն է կյանք եղել, ոչ էլ մահն է մահ եղել։ Արևս ես չգիտեի, որ դու այսքան կարդացել ես Սողոմոնի մասին։ Երեխեքը դու ճիշտ հերոսների ճանաչեն։ Տենց է ձևավորվում իսկական մարդը։ Գիտեիր, որ Թելերյանը Թալյաթին դեմքով չի ճանաչել։ Իսահակյանն է իրան օգնել այդ ժամանակ։ Հա։ Անդե ինչ եմ խոսում, իհարկե գիտեիր։ Իսահակյանը։ Հա, Ավետիք Իսահակյանը։ Լուրջ։ Այդ ժամանակ Իսահակյանի հետ եւս մի քանի ազգային կորցիչներ իրանց առաջ ուխտ են ունեցել դրած, որ հայի թափված արյան համարը վրեժ լուծեն։ Այդքան անմեղ զոհ, այդքան թափված արյուն։ Մենակ նրա համար, որ դու հայ ես ու քրիստոնյա։ Դրա համար մենք պետք է հիմա ամեն հայի համար դողանք, պետք է պահենք ամեն հայի կյանք։